Welcome to Retro Time Retro Interviews on Let's Talk with Elena. Get ready to rewind the clock and dive into unforgettable conversations with Armenia's top journalists, politicians, experts, and more. It's all about the stories, the moments, and the people who shaped unforgettable chapters of Armenian life. So grab your favorite drink, get comfy, and let's bring the past to life together. Tune in on Wednesdays at 9 p.m. in Los Angeles on 95.5 FM HD3. Don't miss it. Հեռուստատեսություն, ռադիո, որն է ձեր տարերքը։ Անկեղծ իմ տարերքը հեռուստատեսությունն է։ Ինչի՞։ Որովհետև հեռուստատեսությամբ դու կարողանում ես պատկերի միջոցով նաև հաղորդել են, ինչ որ չես կարողանում հաղորդել ռադիոյի միջոցով, իսկ ես քանի որ տեսակով շատ ազարտնի եմ ու շատ բան, այսինքն ինչ որ տեսել եմ, երբեմն այնքան արագ եմ խոսում, որ ուզում դա տեղ հասցնեմ, էմոցիաներից տեղ հասցնեմ, կադրի միջոցով դա ինձ հաջողվում է, իսկ այ ռադիոյի միջոցով դա երբեմն չի հաջողվում, բայց առանց ռադիոյի էլ ես չեմ կարող պատկերացնել իրանքը, դա բացառ։ Բայց ասում են, որ արագախոսությունը այդքան էլ չի կարողվում։ Հեռուստատեսությունում թե եւ հատկապես ռադիոյում, որտեղ ձայնով չէ պետք է գերեզ մարդկանց։ Համաձայնում, բայց ինչպես ասում են, եթե հանրային ռադիոյի կմահաճ ռադիոլսողները ընդունում են, դա նշանակում է նույնիսկ կարող է Փարիզի հանդիսատեսություն է, որովհետեւ ավելի ուշադիր լսարան, իսկ հիմա դեռ ոչ մի այդպիսի լրատվամիջոց չունի, որովհետև ունի մշտական ռադիոլսողների բանակ, ովքեր մշտապես լսում են, շատ ուշադիր են։ Դեռ չեն դժգոհել։ Բայց իրոք եթե համեմատենք հեռուստատեսությունն ու ռադիոյի հետ, որն ավելի դժվար է, ինչու՞։ Ավելի դժվարը ներկա պահին, ավելի դժվար է հեռուստատեսությունը, որովհետև ինտերնետը մղվել է առաջին պլան ու մարդիկ սիրողական մակարդակով նկարահանում են, ռեյտինգ են հավաքում եւ դու դասական ռեպորտաժով նկարելով արդեն հեռուստատեսություն չես ապահովում են ռեյտինգը, ինչ որ ինտերնետում մի սիրողական տեսախցիկ ոնց է մի աղջիկ ուղակի վիճում ինչ որ մեկի հետ։ Դրա համար այսօր հեռուստատեսության խնդիրը ավելի բարդ է նկարանել որակով, գրագետ, բայց ռեյտինգային։ Պատմի մի քիչ կարիերայի մասին։ Չհաշված որ 14 տարեկանից կանգնել ես հեռուստատեսության դիմաց։ Լավ, եթե այդտեղից անցնենք առաջ, ինչպես ստացվեց։ Իմ առաջին եթե տես լուրջ քայլը անեմ, դա հենց ռադիոն ա եղել, հանդայի ռադիոն։ Գիտեք, դա մանկապատանեկան ծրագրեր էր, հա, հեշտ ընդունեցին, որովհետև պայծառ ինչ-որ ուրախ երեխա, որը լավ ձայնով կարդում է, բայց շատ ավելի պատասխանատու էր, երբ դուք արդեն ընդունվեիր աշխատանքի, որովհետև աշխատանքի ընդունվել այնտեղ իսկապես բարդ է, շատ լուրջ ուսումնասիրություն են անում, իսկ հեռուստատեսության լուրջ քայլը դա մենք ենք ծրագիրն էր տարածաշրջանային Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, որը իմ առաջին ու մեծ մեծագույն ձեռքբերումն եմ համարում, որտեղ մեզ ուղարկել էին սովորելու լավագույն մասնագետների մոտ, շատ լուրջ աշխատանք մեզ վրա տարան, այսինքն իրենք մեր վրա հսկայական գումարներ վատնեցին ու ծախսեցին, որպեսզի կոպիտ ասած մենք մարդ դառնանք։ Ու մեր հաղորդումը հեռարձակում էր ոչ միայն Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, այլև Վրաստանի եւ Ադրբեջանի։ Այսինքն կարող եք համարել հաջողակներից մեկը, հա։ Իսկապես հաջողակներից մեկը, որովհետեւ քչերին է հաջողվում միանգամից Կովկասում այդ տարիքում լինել պոպուլյար ու ճանաչված, որովհետեւ այդ հաղորդումը ոչ միայն Հայաստանի սիրելի թինեյջերներն էին նայում, որում նաեւ մեծահասակները այդ հաղորդումը նայում են, այլ այդ հաղորդումը Ադրբեջանում շատ սիրված է, Վրաստանում շատ սիրված էր, բոլորը նայում էին ու գիտեք, եթե նույնիսկ մասնագիտական առումով շատ բաներ չէին ընդունում, բայց մարդկային որակական առումով ընդունում էին, թե ինչպես է մեծահասակները չեն կարողանում լեզու գտնել հակամարտող երկրների, բայց տարիքով փոքր են ու թինեյջերները այդ լեզուն են գտնում ու հրաշալի աշխատանք են անում։ Ինչքան ժամանակ տևեց։ Դա տևեց 3 տարի։ Ինչու՞։ Չէ, դա տևեց 6 տարի, ուղղակի մեր շրջաններ 3 տարի, մեր ծաղկուն շրջաններ մենք ենք։ Հետո ինչ կատարվեց ու գնաց։ Մյուս սերունդներ եկան, եւ այդպես եթե չեմ սխալվում 7 սերունդ է ունեցել մենք ենք, այսինքն 7 տարին է եթերում ա եղել։ Եվ ցանկացած նորմալ հաղորդում, որը 7 տարի եթեր է, շատ բնականon է, որ արդեն պիտի սպառի իրեն եւ փակվի։ Իսկ դրանից հետո որտեղ առաջ շարժվեցիք։ Դրանից անմիջապես հետո ես մի հատ շատ բարի զանգ ստացա Արտակ Ալեքսանյանից,
ինձ որ ինձ արդեն որ ինտերվյուներ անում եմ մեկի համար, ինքը արդեն ինձ հրավիրեց հանրային հեռուստատեսություն աշխատանքի հատուկ ռեպորտաժ ծրագրի եւ ականատես ծրագրի ես դա բախտի բան եմ համարում, որովհետեւ կարող ես լինել շատ տաղանդավոր ու խելացի, բայց եթե չլինես ճիշտ ժամանակում, ճիշտ տեղում, ոչինչ պետք չի փոխել, քո տեսքը սովորեցնել ինչպես լինել ճիշտ ժամանակում, ճիշտ տեղում։ Գիտեք, լավն է շնչել ինքդ քեզ, լավ տրամադրվել, որ նստես սպասես, որ հեսա լավ զանգ պիտի չի լինի։ Այսինքն լինես դրական մոտիվ։ Դրական, հա, դրական, վստահ ու հաստատ այդ աստղը փայլում է երկնքում, որտեղ ինձ թվում է երկինքը տեզերքը սիրում է բաց եւ դրական աուրայով մարդկանց։ Իսկ ինչ խորհուրդ կտաք, իհարկե խորհուրդը վերջում պետք է տաք, բայց քանի խոսքի գնաց, բացասական մարդկանց մի քիչ։ Ազատվել, դա շատ դժվար բան է, իսկապես բոլոր մտքերից ազատվել։ Ես մի շատ լավ խոսք ունեմ իմ ընկերները, նույնիսկ եթե երբեմն ես եմ բխում, իմ ընկերները միշտ ինձ հիշեցնում են, ասում են դու ես ախարացրած, եթե այսօր վատ է, չի նշանակում վաղն էլ վատ լինելու։ Ուրեմն այդպես հեռուստատեսություններ կուժեցին։ Այո, եւ դա իմ մեծագույն լուրջ քայլերից էր, որովհետեւ այդ ժամանակ հատուկ ռեպորտաժը մեր հանրապետության ամենագլխավոր լրագրողական առաջին հաղորդումներից մեկն էր։ Իդեպ գնահատված էր ու շատ մեծ լսարան էր։ Դա ֆանտաստիկա էր, երբ որ ես իմ աչքերին չէի հավատում, երբ որ դա այդ ժամանակ պատկերացեք 18-19 տարեկան դու այդպիսի կարևոր ծրագրում ես ու շատ բարդ էր, չեն անգամ շատ բարդ, այսինքն այդպիսի թիմ էր հավաքված հատուկ ռեպորտաժում, որ խմբագրական սաստավը, օպերատորական, գիտեմ, ղեկավարները, այսինքն այնպիսին էին, որ դու քեզ բան չէր մնում անել, քան լավ աշխատել եւ ամեն ինչ կհաջողվեր։ Իսկ եթե թերանում էիր ինչ-որ Բայց դա նույնիսկ այդ մասին չենք էլ մտածել թերանալու մասին, այսինքն ամեն ինչ այնքան նապրյակի տակ էր, նապրյակ, այսինքն լարվածության տակ էր, որ ինչ անշակում թերանալ, երկրորդ տարբերակ մեզ մոտ չկար։ Հա, նույնիսկ մենք այնքան այդ բանաձևի տարիներ ինձ համար շատ լավ է, այնքան լավ թիմ էր, մեկս մյուսի փոխարեն իսկ գնում ենք նկարման, ինչը լրագրողների մեջ ընդունված չի։ Հենց դա էլ գրավականն է հաջողության։ Դուրեր տարածեցին ինֆորմատից, ազատությունից հեռացավ, ու ինչ քիչ էր առաջացել։ Առաջինը երևի այսքան ժամանակ դες եմ պատասխանում, որովհետև 7 ամիս է, գիտեմ, դրսում են մարդիկ տեսնում, հարցնում, գիտեմ, անդադար հարցում են լրագրողները։ Առաջին անգամ դες եմ ասում, չգիտեմ ինչ է եղել։ Իսկապես չգիտեմ։ Դե անձնական հարցը մենք Չէ, անձնական չի։ Ես իսկապես չգիտեմ ինչ եղավ։ Ես ուղղակի ինձ ասացին, որ այսօր հաղորդումը վարում է Էրիկ Անթարանյանը։ Ես սիրով այն պատասխանատվությունը, որ դրված էր իմ ուսերի վրա։ Իդեպ կարծիքներ կան, որ դու ավելի լավ ես կառավարում, իսկ թոք-շոուն շատ դժվար է, դժվար։ Ես շատ շնորհակալ եմ ու շատ գնահատված, բայց ես հիմա մտածում եմ այսպես. այնինչ որ ինձ տրվել է, այնինչ որ այն ժամանակահատվածը որ տրվել է, որ ես անեմ այդ հաղորդումը, ես արել եմ մեծագույն պատվով, մեծագույն հաճույքով, մեծագույն պատասխանատվությամբ։ Իսկ թե ինչ ա եղել, որ հյուրերը չէին վստահում զիտեն բանի համար որ տարիքներ։ Ես երբեք իմ հյուրերի հետ խնդիր չեմ ունեցել։ Ուրեմն դա էլ է բան։ Այո, ես իմ հյուրերը միշտ հիշում եմ, որ գալիս էին եւ հաղորդումից գնում էին, միշտ վերջում իսկապես գովասանքի խոսքեր եղել են։ Վստահ եմ նաև քննադատություն եղել է տարիքով փոքր, բայց չէ որ Բայց նաև կոմպլիմենտ է։ Այո, չէ որ ես միշտ ասեմ, որ դա միակ թերությունն է, որ վաղ թե ուշ շտկվելու, այսինքն ես նույն տարիքում չեմ մնալու։ Բայց ինչպես ասում են, Էրիկին հաջողություն եւ ազատ գոտուն չէ որ դա մի հաղորդում է, որի վրա ես մեծագույն ավանդ ունեմ։ Իհարկե շատ կուզեմ, որ այդ հաղորդումը հիմա որ մեկ-մեկ աչքովս ընկնում է, Քիչ ցավ է կա։ ցավ չէ, ես պատկերացնում եմ հակառակը։ Հակառակը ես տեսնում եմ ինչ որ ես ուզեցել եմ տարամ այդ հաղորդումից, ցավոք ես դա չեմ տեսնում։ Իսկ ուրիշ հաղորդում Հիմա խոստացել էին համերգում, որ կամ մոտակա ժամանակ։ Մեկում խոստացել եմ, այո, առաջարկներ եղել է ինչ որ ինչ հաղորդումներին մասնակցել, բայց ես գերադասեցի տեղափոխվել մի հոլդինգ, որը այսօր մեր հանրապետության մեծագույն եւ լավագույն հոլդինգներից է, որը համախմբել է գրեթե բոլոր լավագույն կադրերին, իսկապես ուժեղ հոլդինգ է, որտեղ որ մրցակցությունը շատ ավելի ուժեղ է, որտեղ մի պրոյեկտ երբ որ քեզ պիտի վստահեն դա եւս շատ ուժեղ է, այսինքն ես գերադասեցի լինել ավելի ուժեղ մրցակցային գոտում, թեկուզ դեռ լրագրողի դերում, ոչ եթերում, բայց ինձ դուր է գալիս շատ, որովհետև ինձ շատ դուր է գալիս։ Իմ փորձից եմ ասում, ռեպորտաժ պատրաստել է շատ տանջանք կա։ Տանջանքը, այո, թոք-շոուն եւ ռեպորտաժը հավասարազոր չարչարանքներ են։ Եթե ես վարեի ժամանցային ծրագիր միանշանակ դες կամ, բայց թոք-շոուի ժամանակ դու վերջնականապես սպառվում ես հաղորդումից հետո, ռեպորտաժից հետո դեռ չէ։ Մոտավորապես 5 ես պակաս սպառվելուց, բայց թոք-շոուից դու չկաս, ուղղակի չես կարողանում նույնիսկ խոսել։ Ամենաբարդ ժանրն է։ Բայց հիմա շատերը հարցնում են ինչի էլի եթերում չես, ինչի հաղորդում չես վարում, հա։ Շատ դրամաբանական է, բայց այս հոլդինգում դեռ ես ինձ մեծագույն հաճույքով սպառում եմ որպես լրագրողի դերում եւ պատրաստում եմ ռեպորտաժներ, որոնք որ
ինձ համար նախ եւ առաջ շատ հետաքրքիր են եւ ղեկավարությունն էլ բավական լավ ընդունում են։ Շատ լավ, իսկ 1-2 տարի հետո ինչ հաղորդման մեջ եք պատկերացնում։ Դեք Մի բոլորը երազանք ունեն, չէ՞, եթե այդ ասպարեզում Հիմա մի բան ասեմ, կարելի երևի ձեր ծիծաղը կա, բայց ցես մի բան կա։ Երբեք չեմ պատկերացրել ինչ որ մի տեղում եւ շատ պատահական հայտնվել եմ այնտեղ, որը որ ուզել եմ։ Իմ երազանքներ թոք-շոու վարելը, իմ երազանքներ հատուկ ռեպորտաժներ անելը, ոչ այդպես լրատվական ռեժիմով, ես դա արել եմ։ Եվ հիմա ես ուղղակի հիմա բաց եմ ցանկացած առաջարկի համար եւ ես գիտեք իդա ինչից է, որովհետեւ այն ինչ որ քեզ առաջարկում է, դու այնքան հաճույքով ես դա ընդունում ու մտնում դրա մեջ։ Արդյունքում դա ստացվում է քեզ համար ամենահաջողակ եւ ամենասիրելի։ Որովհետեւ պահանջված ես զգում, հա գնահատված քեզ կանչել։ Այսինքն այն ինչ որ քեզ տալիս են դու դա պիտի գիտեք ոնց է որ մեկը որ նույնիսկ կենցաղային էսպես մեկ ունի դղյակ ֆանտաստիկ մեծ ունեցված եւ մյուս ունի փոքրիկ խրճիթ վատ պայմաններով, վատ պատուհաններով, ընդհանրապես մի սուրճի գավաթ ունի, որով սուրճ է եկում, բայց ինքը այնքան երջանիկ, ինքը այնքան է սիրում իր գավաթ, իր խրճիթը, որ այն մյուս հարուստ, թվում է թե ինքը ավելի հարուստ է, ինքը ամենուր ավելի լայն ժպիտով արդեն, այսինքն ինչ տալիս են դու պիտի գող լինես։ Շատ լավ օրենքը մարսել եք secretly։ Իտալիայում ինչպես հայտնվեցի։ Վերապատրաստման, հա՞։ Ահա, վերապատրաստման, դա ինձ համար էլի շատ կարևոր փուլ էր կյանքի, որտեղ երբ դուրս եկա ազատ գոտուց, ինձ ազատ գոտուց դուրս գալ իսկապես որ այն առումով էր հետաքրքիր, որ ինչ էր ինձ մնում Հայաստանում անել։ Ես ունեի թոք-շոու, ճանաչված, շատ փուլեր անցել եմ, ջահել, ջիվան, ինչպես ասում են, ինձ բան չէր մնում անել, քան այդ փուլում ավելի վերապատրաստվել, ավելի սրել գիտելիքները, այսինքն 3-4 քայլով ավելի առաջ գնալ, հասկանալ թե ինչ է ուզում միջազգային շուկան, այսինքն այն տենդենսները քանի տարի հետո որ կգան Հայաստան, որոնք են դա լինելու։ Ես միանգամից գնացի Իտալիա, այնտեղ ազգային հեռուստադպրոց սովորելու լրագրողական դասընթացներ, որտեղ ֆանտաստիկ վարպետներ էին դասավանդում աշխարհի տարբեր երկրներից, առաջատար հեռուստատեսություններից, եւ այդ լրագրողական փորձը ինձ մեծ գիտելիքներ տվեց եւ հիմա ես վստահ եմ որ շուտով եթե հայտնվեմ եթերում ես լրիվ ուրիշ մարդ եմ լինելու լրիվ ուրիշ այսքան մարդիկ հաստատ չեն տեսնի այն նույն արտակին որը տեսել եմ գուցե գոհեն եղեք գուցե դժգոհ բայց հիմա մի քանի level գուցե եւ առաջնի ես ամեն ինչ արել եմ դրա համար շատ լավ այսինքն որակը հա այսինքն երբեք պիտի կանգ չառնես հա այսինքն ես այդ փուլում կարող եի կանգ առնել ասել ես ամեն ինչն եմ ինչ որ մի նոր պրոյեկտ ժամանցային վարել չէ գոնե մինչև 30 տարեկան ինձ թվում է անդադ կատարելագործ անընդհատ ավելին հա իդեպ տարիքից խոսեցիք շատերը ուզում են հրճակվել այն բանին որ սիրված ունեն ամբողջ ուշադրություն իրենց վրա չէ գրավում դա հիմնական նպատակը մինչև 25 տարեկան կարող է ճանաչված լինել բայց արևմտյան գիտնականներ օրինակ Լուի Հեյը չէ ասում են որ տարի գույություն չունի լրիվ համամիտ եմ տեսեք շուկաները շատ տարբեր են օրինակ արևմտյան շուկան ինչպես տեսնում ենք 17-18 տարեկան երեխաները Ջաստին Բիբեր, չգիտեմ, այդտեղ Սելենա Գոմես, այսինքն այդ տարիքն է, երբ որ ֆանատները շատ են։ Այդ տարիքում, այսինքն այդ տարիքն են պրոդյուսերները վերցնում եւ դարձնում պոպուլյար։ Ամերիկյան շուկան զուտ հեռուստատեսային լրիվ տարբեր է։ Ամերիկյան շուկայում դու հեռուստատեսությունում ընդունում են աշխատանքի ծանրակշիռ պաշտոններում եւ դիրքերում 30-ից 35-ից հասուն արտաքինով լուրջ, այո, ծանրակշիռ պրոյեկտների համար։ Արևմտյան շուկան այդ առումով տարբեր է։ Իրենք լրագրողական երիտասարդ խարիզմատիկ կադրերի են առաջ մղում, այսինքն շատ տարբեր է։ Այստեղ արդեն ձեր ասած լավ աստղիտա եւ մեր ասած լավ աստղիտա ծնվելն է, թե դու որ շուկայում կլինես, որտեղ, ինչ ճիշտ ժամանակին։ Եվ ես ձեր լրատվամիջոցում առաջին անգամ, քանի որ այսքան անկեղծ գտնվեցի, քանի որ շատ լավ հետաքրքիր հարցեր եք ուղղում, առաջին անգամ կասեմ, որ Իտալիայում իմ սովորելը ինձ մեծագույն, այսպես ասած, մանանա ուղարկեց երկնքից, հա, եթե կարող ենք այսպես ասել, եւ ես հիմա թղթակցում եմ եվրոպական շատ հայտնի հաղորդման, որը կոչվում է Մեգապոլիս, որը հեռարձակվում է Եվրոպայի 25 երկրներում։ Այսինքն եւ ես Հայաստանից թղթակիցն եմ, որը մեծ փոքրիկ պատուհան է, այո, դեպի Եվրոպա։ Որն է հաղորդման երկարատեսությունը։ Բովանդակությունը միանշանակ։ Բայց կարող է լսարանը լրիվ ուրիշ ցանկանա, օրինակ շատ ռադիոներում անգամ դեղին մամուլի վրա շեշտը շատ են դնում, քան գիտության, մշակութային վարիկարի։ Համաձայն եմ, իսկ ով ասել, որ դեղին մամուլը պիտի բովանդակություն չունենա։ Իսկ օրինակ կբերեք ինչպես մնացել դեղին մամուլը եթե ինքը սադրանքների չի գնում, ինքը ճիշտ պրովոկացիաներ է անում, ինքը շատ երկարակյացել է, ինչպես անգլիական սանը, որը սկզբում նույնիսկ դեղին էջում չէ տպագրվում անգլիական սանը։
ինքը շատ ճիշտ էր անում իր պրովոկացիաները, ինքը պայմանավորվում էր իր հերոսների հետ եւ ըստ հերոսների ուզածի էր պրովոկացիաները անում։ Իսկ այն լրատվամիջոցներով ովքեր սկանդալ, ինչ-որ տենց բան, իրենց կյանքը կարճ է, որովհետեւ ցանկացած երկրում խարիզմատիկ շուկան շատ փոքր է ու խարիզմները իրենց այլևս հարցազրույց չեն տալիս եւ արդյունքում լրատվամիջոցը փակվում է եւ տուժում է։ Այսինքն բովանդակությունը եւ իհարկե շատ նրբանկատ սկանդալայնությունը, եթե տենց վերցնեն դեղին մամուլը։ Այո, իհարկե լինեն երկու կողմերը, անպայման երկու բևեռները։ Իսկ եթե հաղորդումը գիտական կամ թերթը գիտական կամ գերատեսչական, որ բնականաբար մեծ լսարան չի հավաքի, այդ դեպքում դա պիտի արվի այնքան որակով, որ գոնե այդ լսարանը գնի։ Հասկանում եք, եթե մի քիչ էլ որակով չի լինում, օրինակ գիտության կամ ֆիզիկային վերաբերվող թերթ, նշանակում է ֆիզիկոսներից 3 հոգի չգնեցին, այդ թերթը արդեն բաց վիճակում է։ Իսկ դա պետք է այդ դեպքում արդեն պիտի լինի 100%-անոց որակ, 100%-անոց բովանդակություն։ Շատ լավ։ Կարուսելները որտեղից։ Սա այսպես փոքրիկ։ Կարուսելները ես ինձ այնքան շատ եմ սիրում զվարճանալ, ուրախանալ, էմոցիաներ, հա, փոքրության հետ կապված ինչ-որ։ Հա, ես հիշում եմ փոքր ժամանակ մենք միշտ պապիկս մեզ տանում էր մանումենտ, այնտեղ կարուսելներ, դա մեր հիանալի ամսվա մեջ մի օր մեզ տանում էր անպայման մանումենտ։ Իսկապես այդ հիշողությունն է հա մնացել ու դրա համար որ մինչև հիմա կարուսելներ որ ես տեսնում եմ, նույնիսկ հիմա որ ցանկացած երկիր գնում եմ, առաջին բանը որ ասում եմ մենք պիտի գնանք այնտեղ պարկ ու կարուսելներ։ Շատ լավ։ Եթե համեմատենք արտասահմանյան հիմնական Իտալիայի, քանի որ ուսումնասիրել եք, չէ՞ այդ դաշտը, Հայաստանի լրատվության հետ կամ հաղորդավարության առհասարակ հաղորդումներ։ Օղազի ջան, որ երկիրն է։ Սենց ասեմ։ Հետևյալն է տեղի ունենում ամբողջ աշխարհում ինտերնետը ընկած է հեռուստատեսության հետևից եւ դրա համար հիմա իրավիճակը շատ նույնիսկ ամենաեվրոպայի զարգացած երկրում եւ նույնիսկ CNN-ում նույնն է խելացի լավ տաղավարով հաղորդումներ այսօր զիջում են ինտերնետի 3 րոպեանոց սկանդալային ռեպորտաժներին զուտ իրենց դիտումների քանակով եւ այլն դրա համար հիմա իրավիճակը ուրիշ է նույն Իտալիայի հեռուստատեսությունում կարող ենք տեսնել արագախոս ֆանտաստիկ ձայնով sense աշխուժ ձայնով գեղեցիկ աղջիկներ ովքեր բղավելով գրեթե խոսում են այնքան որ մեկ հեռուստադիտող անգամ չկորցնեն եւ նույնը արդեն կարող եմ կամած այդ տենդենսը գնում է Հայաստանում որ խարիզմ այսինքն էներգիա էմոցիա որ հեռուստատեսությունը հանկարծ անկում չապրի ռադիոյում էլ են հիմնականում էներգիա եւ հանրային ոճը դուրս է մղվում արդեն դուրս է մղվում չի ընդունվում նորմալ է իսկ նա ժամանակները պիտի փոխվի եթե մենք նույնիսկ հիմա շատ հումորային հաղորդումներ մի քիչ սատիրայով են չէ մոտենում են 90-ական թվականների հաղորդավարների խոսքը ոճը հավատացեք 20 տարի հետո մենք տնազն են անելու խոսքը նույնիսկ լեզուն է չէ փոխում նոր բառեր են ավելանում շատ բառեր ժամանակի ընթացքում հին են լինում եւ մղվում են նախորդ պլան եւ շատ ռադիոներում չէր պահանջում գրական հայերենը ինչպես պահել այդ միջին հայերենը չէ որ մեզ մոտ լեզվական խնդիր կա կարծեմ դա արդեն հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության խնդիրն է որովհետեւ եթե նրանք պետ բյուջեից գումարը չես տանում, նրանք պարտավոր են այդ բոլոր կետերին, իհարկե կետերին պետք է հետևեն, որևէ ժարգոնային խոսք չգնան, նրանք պետք է չընկնեն շուկայի եւ կոմերցիայի հետևից, չէ՞ որ դրանց գումարը գալիս է բյուջեից իսկ մասնավոր հեռուստատեսություններն ու ռադիոները ես շատ անկեղծ գտնում եմ, այո, նրանք իրենց պետք է թույլ տան։ Չէ՞ որ նրանք մանավանդ Հայաստանում չէ՞ որ շուկան փոքր է, կոմերցիայի խնդիր կա։ Ես լրիվ համաձայն եմ։ Իհարկե ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, չեմ ասում, որ վուլգար արտահայտություններ, ամենավերջին ռաբի երաժշտությունը ինչի, բայց որոշակի բաներ այո պետք է լինեն, որ նրանք կարողանան շուկայում դիմակայել։ Իհարկե, ինտոնացիայի շնորհիվ, բայց ինչ չի թույլատրվում հանրայինին այս դեպքում։ Հիասթափություն ստեղծագործական ճանապարհին շատերն են ունենում հիմնականում որ նա բայց շաբաթը մեկ այդքան շուտ հա միսը մեկ բայց իմ հարաբերությունը գիտեք որն է որ եթե մարդ կա որ իր մեջ կարող է շատ կուտակվել եւ 6 ամսից հետո մի հատ մեծ պայթուն լիներ ինձ մոտ ես փոքրիկ այդ պայթունները շատ արագ պայթացնում եմ, որ դրանք հետագայում չվերածվեն, ասենք, հա, չվերածվեն կոնֆլիկտի, չվերածվեն, ես շատ արագ եմ, որ գիտեք, դա տան գործի պես մի բան է, որ ես փոշի, երբ որ ամեն օր ես տխում, հեշտ է լինում քո գործը։ Լավ, իսկ որն է տարբերակը, այդ փոքրիկ կրակները սպասվում են։ Տարբերակը, թե պատճառները։ Չէ, պատճառը դե ցանկական լինի, չուզենաք շատ բացեք, բայց տեսեք, ազատում եք փոքրիկ էներգիաներով, որ չկուտակվեն։ Դեք շատ պարզ խաղակարտերով շատ բարձ խաղակարտերով, այսինքն ես երբեք չեմ մտնում ինչ-որ մի խոսակցության մեջ, որը որ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ու ուղղակի այդ աղուրայի մեջ ես չկամ։ Իսկ եթե ինչ-որ բանում ես մեղադրում են կամ ինչ-որ
Այն որ փոքրիկ խոսակցություն է, որ տենց ուզում են քեզ ներքաշել կամ չուզում, դու շատ արագ ուղղակի ժպիտով հեռանում ես։ Ուղղակի դիվանագետ է։ Հա, ոչ թե դիվանագետ, այլ անտարբեր ու ստեղծագործ։ Անտարբեր այդ առումով եւ ստեղծագործ փոխանցի։ Ընկերական չես եւ վերջ, չես մեր մի կոլեկտիվ։ Գիտեք, միևնույն է, ասումը միշտ ասում է։ Ինչ էլ անել։ Ինչ էլ անել։ Վարչունքի չափանիշը որն է 21-րդ դարում։ Հաջողություն։ Լավ աշխատավարձ, անկեղծ, լավ աշխատավարձ, հարմար աշխատանք, երրորդ ամենագլխավորը, որ մարդ աշխատի իր ուզած աշխատանքով։ Դա ամենակարևորն է 21-րդ դարում, որովհետև իրավիճակը հիմա այնպես է, որ շատ քչեր ունեն իրենց աշխատանքը, ովքեր զբաղվում են իրենց սիրած գործով, շատ քչերն են, ովքեր ամսվա վերջում վարձատրվում են եւ այդքան մեծ սիրով արած աշխատանքից հետո իրենց վաստակը կարողանում են իսկապես վայելել։ Ինչու՞ չէ, ասենք, ինչու հիմա լրագրողները չգիտեմ, ամիսը մեկ օրինակ չգնան։ Մի հատ լավ հանգստյան գոտում հանգստանան, չէ՞ որ ամենաբարձ մասնագիտություններից մեկն է։ Ես շատ կուզեմ, որ աշխատավարձը բարձր լինի, շատ կուզեմ, որ չգիտեմ, լավ լինի։ Երանի։ Կան մարդիկ, որ ասում են չկա հաջողության բանացել։ Դրանք մենք ենք հորին։ Նա շատ խոսում է հաջողության մասին, հաջողությունը մի անգամից փակվում է։ Պետք չի շատ խոսել, ինքը գալիս է, ինքը անհնար է չկա, դա ես ոնց պետք չի խոսալ այդ մասին։ Սիրտդ բաց պիտի ապրես, շատ բաց, շատ ուրախ, շատ կյանքով, ու ինքը այնքան արագ է գալիս, ու դի չմտածես այդ մասին, չի եղել քո կյանքում, չես գոր բոլոր հաջողությունները պատահական են։ Մենք ես նստած ինչ-որ զանգ է գալիս, բայց որ սպասում ես այդ զանգը այնքան ուշ է գալի, կամ արդեն գալիս է քթերից է դուրս է գալիս։ Իսկ սպասես, օրինակ հիմա մենք նստած ենք զրուցում ենք, այնքան էմոցիա եմ ստանում, այնքան հաճույք եմ ստանում այս process-ից։ Դեռ հիմա համար է դա, թե մի ժամ հետո ինչ եմ անելու, չգիտեմ։ Դու կարող ես այստեղ եւ հիմա։ Ներկա պահով այստեղ հիմա շատ լավ դու անդադ դիստերցես քո իրավիճակն ու քո էներգիան, քո էմոցիան։ Ինչքան ընդհանուր հաշվել եք, ինչքան ռեպորտաժներ ու հոդվածներ եք գրել ու պատրաստել։ Հոդվածներ չեմ գրել շատ։ Ընդհանուր։ Ու ինչ Չէ, գրել եմ, բայց թվականակով քիչ կլինի, այսինքն երևի մի այդպես 50-60, հա, այսինքն քիչ։ Բայց ռեպորտաժները անհնար է հաշվել։ 16 տարեկանից մենք ենք ում 2 տարի հետո հատուկ ռեպորտաժ։ Շատ։ Ընդհանուր հաշվով ինչքան է։ Եթե հիմա 24 տարեկան եմ, նվազագույն, եթե ամենահամեստ հաշվարկներով երևի 10 տարի 11։ Ահա գինի։ Հա, շատ մեծ փորձ։ Իսկապես փորձը շատ է։ Գիր գրելու մտադրություն։ Ինչի մաս։ Իմ կյանքի մեմուարները կլինեն։ Դրանք Հաստափոր։ Հա։ չգիտեմ, կգրեմ հետո կհասկացվի թե ինչքան է լինում։ Հայերեն։ Հայերեն հետո գամ կարող է թարգմանվել, այսինքն չգիտեմ ինչքանով հետաքրքիր կլինի, գուցե գրեմ անհետաքրքիր լինի, իմ համար շատ հետաքրքիր, մյուսների համար անհետաքրքիր կամ իմ համար անհետաքրքիր կամ մյուսների համար հետաքրքիր, բայց ես կգրեմ, երբ որ արդեն դառնամ շատ հասուն, երբ որ արդեն վաստակ ունեցող պատկերացնեք 70-ամյա Զարագյալ պապի, որը նստած է իր սենյակում, ես սիրում եմ այս պապիներին, որ Նաչնիկի լույսը հա միացրած, իրանք ինչ որ գրում են, ստեղծագործում են ու իրենց կյանքի մեծագույն փոխն են տալիս։ Աստղաստա ես իմ կյանքի տարիները անցկացնեմ այնքան իմաստալից, որ հետո փոխանցելու ինչ որ բան ունենամ։ Հասցնեք, եթե այս ուղին սկսել եք այսպես։ Ինչն է պակասում մեր երկրում, որպեսզի այն լիարժեք լինի։ Մի բան, որ շատ ինքնագոհ չլինենք մենք։ Շատ ենք ինքնագոհ։ Շատ ենք Բայց ինքնագոհ։ նաև անվստահ։ Չէ։ Իմ օրինակը բերեմ, մոտարապես կհասկանաք, չեմ գուցե բառը հիմա կտեղափոխվի։ Չեք լսել, որ մեր հասարակությունը ասում է, «Էդ ովքեր են այդ ապուշ ամերիկացիները»։ Աստված իմ, ամերիկացիները ապուշ չեն։ Ամերիկացիները այնքան խելացի են, որ հավաքել են աշխարհի բոլոր խելացի մարդկանց։ Նա կարող է։ Մենք Իսրայելից խելոք ենք։ Հերյան երբեք չի ասում ենք հայերից խելոք ենք, որտեղ նույնիսկ եթե խելոք է, հա, խելոք մարդը բան չի ասում։ Կամ մակի զեկուցողներ են, չէ՞, գալի լրագրողները նստած են, այս վերջերս տենց բանը։ Բոլորը միայն ասում են, «Էս ապուշովը, էս ինչա 5 ժամ կարդում»։ Գիտես, եթե դու չես հասկանում, դա քո խնդիրն է։ Գուցե դու չես, մենք շատ ինքնագոհ ենք, չեք զգացել։ Հարևանը մի հատ ավտոմեքենա է առնում, ասում է, «Էս ինչ հիմար անդուր մեքենա»։ Էսի, կամ համար հասկանում եք, բայց կապ չունի, դա ինքնագոհություն է, որ անդադ իրենց թվում է իրանք ամենալավ, չէ։ Եսակենտրոնությունը շատ է, իսկապես շատ է։ Ցավոք սրտի, հակասությունն է մեզ մոտ։ Դուք պատկերացնեք, որ ես այնց ամեն մեկը իմանար, որ մենք մեր վրա աշխատելու տեղ ունենք, որ ինչ որ բան դեռ շատ ունենք մեզ վրա շտկելու։ Բոլորս։ Նաև համեստ Ապրես, համեստ կլինենք, հերթերի մեջ կարգապահ կլինենք, բու ընդունվելուց մի քիչ ավելի համեստ կլինենք, ու այնքան բան իր տեղը կընկնի, եւ դրանից հետո նոր մենք կացնենք մյուս լեվելին ու արդեն փոփոխություններ կանենք։ Դեռ մենք դրան չենք հասել։
Շատ ենք մեղադրում անդադ իշխանություններին, անդադ ընդդիմությունից ենք այն ինչ-որ բան խնդրում։ Չէ, բայց մենք քաղաքացիներս ենք, որ մենք մեր մեջ հոգեբանները պիտի մի բան փոխենք։ 3 բառով նկարագրի։ Քան չեմ սիրում ինձ նկարագրել, չեք պատկերացնի։ Բայց շատ կարևոր է 3 բառ ու ամեն ինչ ասում է։ Կամեցով, ընկերասեր եւ սիրող։ Իսկ նպատակասելած իսկացի Հա, դե կա ու կա, այդ բալում կա։ Բայց գիտեք, չէ՞ սիրող ինչքան կարևոր բան է, որ մարդը սիրել գիտի, այդ կապ չունի, էլի։ Դա միայն չի վերաբերվում աղջիկ տղարա, դա վերաբերվում աշխատանքին, ընտանիքին, մարդկանց, մեծահասակներին, չգիտեմ, քո հասակակիցներին, քո գոլեգաներին, այդ շատ կարևոր բան է սիրելը։ Մենք ինչ ունենք ժուրնալիստիկայում անելու։ Ես այնքան անհարմար եմ զգում, որ երբեմն տենց իմ անունից եւ տենց մեծ խոսում եմ, թե ինչ կարելի անել ժուրնալիստիկայից, բայց ինչու՞ չէ, ես էլ իրավունք ունեմ իմ տարիքում արտահայտվել եւ այդ ամեն ինչը ասել։ Մի ժամանակահատված է հիմա, որ պետք է շատ ուշադիր լինի, որ որևէ լրատվամիջոց սուտ տեղեկատվություն չտարածի, որ լրագրողի անունը չընկնի։ Բայց ժամանակա պետք ճշտելու, երբեմն այնքան դժվար է լինում ճշտել ամեն Ես հիմա օրինակ շատ լրատվամիջոցներ կան ինտերնետային կայքի, ես օրինակ երբեք հարցազրույց չեմ տալիս, չեմ կարդում այդ լրատվամիջոցները, որովհետև չճշտված ինֆորմացիա, չճշտված, այսինքն մարդիկ երբեմն նույնիսկ հիմա հեռուստատեսությամբ շատ լրատվամիջոցների դիտում են թողարկումներ եւ ասում են, բայց ճիշտ էր, մի հատ էլ փոխենք մյուս ալիք տեսնենք, մի հատ էլ այս թերթը կարդանք, տարբեր ինֆորմացիա։ Ես կուզեմ, որ գա մի ժամանակահատ, երբ որ լրագրողի խոսքը լինի ծանրակշիռ, լրագրողի խոսքը լինի ուղիղ, լրագրողը հասկանա, որ ինքը ուրիշ տարբերակ չունի, քան այդ ինֆորմացիան այնքան ճշտի, որ դա լինի ամենայն ճշգրիտ։ Իհարկե կլինեն բացառություններ, բայց ծանրակշիռ լինի լրագրողի խոսքը։ Երբեմն թեկուզ են լրատվամիջոցներ ռադիոյում հեռուստատեսությամբ ժամանակ չեն տալիս։ Շտապ պետք իհարկե արագ պետք է գործի լրագրողը, բայց երբեմն խեղդում են, չէ՞։ Պիտի խեղդեն, որտեղ 21-րդ դարի լրագրողական տեմպ անտանելի արագ է, որտեղ ինտերնետում այսօր ինչ անում ես, մեկ է տեսնում ես, չէ՞, մի աղջիկ օղագրական սխալներով եւ կետադրական սխալներով դա արդեն ինտերնետում է։ Եվ այո, հրցակցությունը այնքան ուժեղ է, որ դու շատ արագ, շատ դինամիկ, շատ գրագետ, շատ քո ֆենոմենը հիմա պիտի լինի նա, որ դու լինես ժամանակին համընթաց ապրես ու ճիշտ կառուցես քո մտքերը ու ռեպորտաժները։ Հատկապես եթե լրատվական ես։ Իհարկե։ Արտակ Վարդանյանը 5-6 տարի անց։ Ոնց չեմ պատկերացնի, որովհետև այնց հետաքրքիր է եղել իմ կյանքի էվոլյուցիան զարգացումը։ Ես փոքր էի, երբ որ հայրենիքում հաղորդում էի վարում, այդտեղ ես երեխա եմ, ասես նայում եմ իմ տեսագրությունները, ինչ որ մի քիչ թլոշ լեզվով։ Հա, հետո նայում եմ, երբ արդեն մեքենքում եմ, մի քիչ ինձ հասուն, արդեն ես իբրև հայրենիքից հետո դարել էի մաստեր եւ ինձանից հասնող չկար։ Դրանից հետո բանացել, երբ որ հատկացա թե ինչքան բան չգիտեմ, եւ դեռ ինչքան բան պիտի սովորեմ։ Եվ դրանից հետո արդեն հատուկ ռեպորտաժ, ականատես, որ վարեցի ու հասկացա, որ դեռ ամրապնդվում ես, կարողանում ես հետո թոք-շոու։ Ես կուզեմ ընդհանրապես մի բան ասել, որ 5 տարի հետո էլ երբ որ նայեմ իմ անցած ուղուն, այն հաղորդումները, որոնք ես արել եմ, չամաչեմ։ Այլ հակառակը ասեմ, որ որևէ վատ բան չեմ արել։ Որևէ վատ բան չեմ արել։ Let's talk with Elena Chobanyan.